Նախորդ տարվա վերջին ամսին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում մեկը մյուսի ետևից բնակարանային գողություններ կատարվեցին, բայց տուժողները ոստիկանություն հաղորդում չէին տվել։ Կատարվածի մասին ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում տեղեկացան դեկտեմբերի 24-ին, օպերատիվ տվյալներն իրացնելիս։ Ոստիկաններն անմիջապես ձեռնամուխ եղան գողությունների բացահայտմանը։ Ըստ ստացված տեղեկությունների գողությունները կատարել էր ոմն Արտակ ընկերոջ հետ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց Արտակի բնակության վայրը։ Նույն օրը գիշերը գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել։ Պարզվեց, որ Արտակը 1980 թվականին ծնված Արտակ Հովակիմյանն էր, ընկերը 20-ամյա Արթուր Բարսեղյանը։ Բաժանմունքում տարված օպերատիվ զրույցների արդյունքում կասկածյալները խոստովանեցին, որ դեկտեմբերի կեսերին գողություններ են կատարել Արտակի ծանոթ Ոմն Պետրոսի, ապա Արամի տնից։ Ես եմ նայել էլի, ինձ տանում թողում էր ընդ է, ասում էր գործը տարա, ես կգամ կբերեմ էլի քեզի ավտոյով։ Ես էլ ուշադիր նայում եմ դե հայացքները էլի, գործը անում հանգստանում եմ նայում եմ էլի։ Դες մի օր բանալինք, ասենք մտենք տանենք։ Հաջորդ օրը դեկտեմբերի 25-ին Արտակ Հովակիմյանն ու Արթուր Բարսեղյանը տեղափոխվեցին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ տվեցին ինքնախոստովանական ցուցմունքներ։ Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվեցին տուժողները եւ ճշտվեցին գողությունների օրերը։ Արտակ Հովակիմյանի եւ Արթուր Բարսեղյանի վերաբերյալ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Հունվարի 10-ին տեղի ունեցավ քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց վարչության նախորդ տարվա օպերատիվ ծառայողական գործունեությունը։ Ելույթներում քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժինների պետերը ամփոփեցին կատարված աշխատանքը, միաժամանակ մատնանշելով դրանցում տեղ գտած թերություններն ու շտկելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Ներկայացվեցին նաև այս տարվա ընթացքում նախատեսված աշխատանքները։ Հանդիպման ընթացքում ընդգծվեց 2013 թվականին կայանալիք Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների ընթացքում հասարակական կարգը պատշաճ կերպով ապահովելուն զուգընթաց հանցավորության դեմ հետևողական պայքարի անհրաժեշտության մասին։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունվարի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը, իսկ խարդախության 2 դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է նաև գողության 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։ Անցած 2 օրերի ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարական պահանջի շրջանակներում ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտող ճանապարհահատվածներում եւ Մայրաքաղաքում։ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները հունվարի 1-ից հունվարի 13-ը ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 24 տրանսպորտային միջոց, 5 վարորդ մեքենան վարել էր ոչ սթափ վիճակում, 18-ը առանց համապատասխան փաստաթղթերի։ Վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել 108 վարորդի նկատմամբ, որոնք երթևեկության ընթացքում ծխել են։ Երթևեկության անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկը հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների անվերապահ պահպանումն է, սակայն փողոցը գետնանցումով կամ գծանշված ուղիակներով հատելու տարրական պահանջը քչերն են կատարում։ Համառ մեծամասնությունը շարունակում է վտանգել իր կյանքն ու առողջությունը, փողոցն անցնել որտեղով ու ինչպես պատահի։ Ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ վտանգավոր երթևեկից։ Դիմում ենք ձեր իրավագիտակցությանն ու օրինահարգությանը, խնդրում ենք գիտակցել, որ երթևեկության կանոնները խախտելով նախ եւ առաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը, չխոսելով արդեն վթարային վիճակների ու երթևեկության խաթարման մասին։ Փողոցը չթույլատրված հատվածներով անցնելն իրավախախտում է եւ պատժվում է տուգանքով, սակայն ոստիկանության խնդիրը տուգանելը չէ, այլ քաղաքացուն պահպանելը, նաեւ իր իսկ հանդեպ ոտնձգությունից, որն արտահայտվում է ճանապարհային երթևեկության, բանականության ու տրամաբանության կանոնների խախտումով։ Զանցանքի ու զանցառույի դեմ ոստիկանական ու վարչական մեթոդները միշտ էլ գործուն են եւ կկիրառվեն, սակայն ոստիկանությունը կոչ է անում գնալ փոխըմբռնման ու փոխօգնության։ Համակեցության կանոնները միասնական ուժերով
խախտումներով պահպանելու ճանապարհով։ Ամեն անգամ փողոցն անցնելիս հիշեք, որ տանը երեխաներ են սպասում։ Հիշեք, որ երեխաներն են տեսնում ձեր խախտումը։ Հիշեք, որ կյանքը շատ ավելի թանկ է րոպե առաջ դիմացի մայթը հասնելու ցանկությունից, շատ ավելի թանկ է ոստիկանի դիտողությունից կամ տուգանքից, որն անխուսափելի կդառնա, եթե սթափվելու եւ տարական օրինապահության մեր հորդորները մնան անարձագանք։ Հերթապահ մասի տեսախցիկը շարունակում է արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների ակնհայտ խախտումները։ Տեսագրված խախտումներով կկազմվեն համապատասխան արձանագրություններ։ Ուշադրություն։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը հայտարարում է ընդունելություն ենթակա ստորաբաժանումներում ծառայություն անցնելու համար։ Դիմել կարող են Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն միջնակարգ կրթություն, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ համապատասխանում են ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին։ Պայմաններին կարելի է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կադրերի բաժնում։ Հասցեն Երևան, Քանաքեռ 14 փողոց, շենք 1, հեռախոս 28 36 70։ Դիմողները պետք է ներկայանան անձնագրով, զինվորական գրքույկով, ատեստատով կամ դիպլոմով։